Բարի ուշ երեկո սիրելի ժողովուրդ, վերջին օրերին գտնվում եմ արձակուրդում, ներգրաված եմ իմ քաղաքական թիմի քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավին, բայց կարծում եմ, որ այս ձևաչափով երբեմն ձեզ հետ կկիսվեմ նաև ոլորտային կարևոր իրադարձություններով եւ այսօր մեկ կարևոր լուր ունեմ հայտնելու քիչ առաջ YouTube ընկերությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ այն մասին, որ Հայաստանում այսօրվանից հասանելի կլինի YouTube-ի գործընկերային ծրագիրը։ Իսկ ինչ է այս ծրագիրը իրենից ենթադրում, այն հնարավորություն է տալիս Հայաստանում գործունեություն ծավալող ստեղծագործողներին, բլոգերներին, երաժիշտներին, լրատվամիջոցներին տեղադրել իրենց հարթակում տեսանյութեր, տարատեսակ նյութեր, որոնք որ դրամայնացնելու կամ ինչպես հաճախ ասում են մոնետիզացնելու հնարավորություն է տալու այլևս YouTube-ը։ Սա իհարկե մեծ առաջընթաց եմ համարում ես ստեղծագործ եւ ստեղծարար ու թվային տնտեսության համար եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել YouTube-ի մեր գործընկերներին այս ծառայությունը վերջապես Հայաստանում ակտիվ եւ հասանելի դարձնելու համար։ Իհարկե, ինչպես YouTube-ի գործընկերները նշել են, այսօրվանից է այն հասանելի դառնում, սակայն չմոռանանք, որ այդ մասին դեռևս ամիսներ առաջ փետրվարի 10-ին հայտարարվել էր ԱՄՆ փոխնախագահ JD Vance-ի Հայաստան այցելության շրջանակում եւ արդեն այսօր ընկերությունը այս ծառայությունը հասանելի է դարձնում Հայաստանում։ Ես գիտեմ, որ ընդհանրապես մոնետիզացիայի թեմայի շրջանակում կա մի թեմա, որը երբեմն նյարդայնացնում է ձեզ, մեզ բոլորիս, դրանք այն անվերջանալի, անդադար գովազդներն են, որոնք վերջին ամիսներին հատկապես թեստավորման փուլում մեզ տեսանելի են YouTube-յան հարթակում, պետք է ասեմ, որ մենք զուգահեռ աշխատանքներ ենք տանում, քննարկումների մեջ ենք YouTube-ի գործընկերների հետ, որպեսզի նորանոր YouTube-յան ծառայություններ ակտիվացվեն, հասանելի դառնան մեզ համար այստեղ Հայաստանում, այդ թվում եւ YouTube Premium-ը։ Եվ ես լիահույս եմ հաշվի առնելով բանակցությունների դրական դինամիկան, որ մոտ ժամանակներս նաև այդ ծառայությունը հասանելի կլինի եւ մեզ բոլորիս կհաջողվի կամ բոլոր նրանց, ովքեր որ ցանկանում են շրջանցել այդ գովազդները, նաև օգտվել այդ ծառայությունից եւս։ Բայց ընդհանուր պատկերը եւս մեկ անգամ արձանագրեմ, որ խիստ դրական եմ համարում, որովհետեւ այն բացառիկ հնարավորություն է ստեղծում եկամուտ գեներացնել, եկամուտներ ստանալ մեր ստեղծագործողներին, այնպես որ շնորհավորում եմ բոլորիս այս ծառայությունը Հայաստանում այլևս ակտիվ է։